հոդվածը թոշակներին առնչվող այս իշխանությունների վարքագծին որոշումներին է վերաբերում, ինչպես նաև թոշակների չբարձրացման ֆոնին իրենց միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների մասին։ Օրերս մեր ձևով շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղարամանյանը հրապարակեց տվյալներ, ըստ որոնց նախագահի, ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 միլիարդ դրամ պարգևավճար։ Խոսքը վերաբերում է միայն այս 3 կառույցներին առանց տեսչական և ենթակա այլ մարմինների հաշվառման։ Այս պատկերն առավել խոսուն է դառնում պաշտոնական հայտարարությունների ֆոնին։ Ֆակտոր լրատվականի եթերում ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պարգևավճարները պետք է դիտարկել որպես աշխատավարձ, քանի որ իրենց աշխատավարձը բավարար չէ։ Միաժամանակ աշխատավարձերի բարձրացում օրենքով չի իրականացվում, որպեսզի պետությունը չհայտնվի նվազագույն աշխատավարձի բարձրացման պարտավորության առաջ։ Սրան զուգահեռ իշխանությունները թոշակառուներին առաջարկում են քեշբեքի մեխանիզմ, որը տեսականորեն կարող է մի քանի հազար դրամ հավելում ապահովել, սակայն գործնականում մեծ մասը դրանից չի կարող օգտվել սահմանված պայմանների և սահմանափակումների պատճառով։ Թոշակները իրական աճ չեն արձանագրում։ Հիմա պատկերացրեք այլ սցենար. Հայաստանում կա առնվազն 500,000 թոշակառու։ Եթե պայմանական 16.7 միլիարդ դրամը ուղղվեր նրանց աջակցությանը, յուրաքանչյուր թոշակառու կարող էր տարեկան շուրջ 33,000 դրամ ավել ստանալ։ Եվ սա միայն հրապարակված 16 միլիարդի դեպքում։ Թիվը մի քանի անգամ կարող է փոխվել, երբ պարգևավճարների ամբողջական պատկերը լինի։ Սակայն այստեղ խնդիրը հաշվարկների մեջ չէ, խնդիրը ընտրության մեջ է։ Մի կողմում պետական ապարատի վերնախավը, որ իր համար օրենք է հարմարեցնում, աշխատավարձը չի բարձրացնում, բայց պարգևավճարներով ներսում բաշխում է տասնյակ միլիարդներ, մյուս կողմում կես միլիոն թոշակառու, որոնց համար պետությունը թողնում է քեշբեքի կիսատ-պռատ օրենքը, սահմանափակումներով և նվաստացնող մանր հավելումներով։ Այս իշխանության ընտրությունը պարզ է, և այդ ընտրությունը թոշակառուն չէ։ 16 միլիարդ դրամը կարող էր դառնալ սոցիալական արդարության նվազագույն դրսևորում, կարող էր վերածվել արժանապատիվ կյանքի տարրական երաշխիքի, փոխարենն այն դառնում է փակ համակարգի ներսում բաշխվող պարգևավճարների աղբյուրի, որտեղ նույն մարդիկ նույն սեղանի շուրջ իրար պարգևատրում են։ Սա այլևս տնտեսական հարց չէ, սա քաղաքական դիրքորոշում է և ըստ էության ապացույցն այն բանի, որ Հայաստանի իշխանությունները օլիգարխիկ իշխանություն են, որ այսպես ասած ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանությունը թքած ունի այդ ժողովրդի վրա, որ ժողովրդի այն լայն հատվածը, որը դժվարությամբ է հատկապես ձմռանն անցկացնում իր օրերը, դուք կարող եք ամեն ամսվա 3-ին 4-ին տեսնել քաղաքի բոլոր հատվածներում բանկոմատների մոտ հերթեր են, և այդ հերթերում կանգնած են թոշակառուներ, ինչու, որովհետև իրենք այնքան ծանր սոցիալական վիճակում են գտնվում, որ չեն սպասում, ասենք 1-2 օր հետո կամ 1 շաբաթ հետո, որ առանց հերթ բանկոմատից իրենց գումարը հանեն, և հենց առաջին օրը, երբ ամսի 3-ին նստում են այդ գումարները, մարդիկ հերթ են կանգնում հանելու իրենց թոշակը քարտերի վրայից, որովհետև ուղղակի հնարավորություն չունեն ապրելու, ֆինանսական միջոցներ չունեն։ Ահա այս ֆոնին իշխանությունները բաժան են անում միլիարդավոր դրամներ, և ես ձեզ ասեմ, այս հրապարակված 16.7 միլիարդը սա վերջնական թիվ չէ, որովհետև սա 3 պետական կառույցի մասին էր խոսք գնում, բայց կան բազմաթիվ այլ պետական կառույցներ, որոնց թվերը, պարգևավճարները արտացոլված չեն այս թվում։ Վստահաբար կարելի է ասել, որ խոսքը $100 միլիոն ավել պարգևավճարի մասին է գնում։ Եթե այդ թվի տեսանկյունից նայենք, ապա յուրաքանչյուր թոշակառու տարեկան 100,000 դրամից ավել գումար կարող էր ստանալ։ Բայց այստեղ գալիս է Փաշինյանի փիլիսոփայությունը, չէ, որ 10,000 դրամ տան թոշակառուներին ինչի վրա են ծախսելու, իրենք չգիտեն ինչի վրա են ծախսելու, և կառավարությունը ավելի լավ կծախսի։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը նաև մի թվով էր հպարտացել, որ 11 ու քանի միլիարդ դրամ է տրվել իբրև թե թոշակառուների առողջապահական ապահովագրության համար միայն առաջին ամսվա 15 օրերին։ Սա աբսուրդ է, բայց մյուս կողմից այդ թվի տակ կա իրականություն։ Հիշեցնենք, որ իբրև թե թոշակառուների համար դարձրել են պոլիկլինիկաները անվճար, բայց այդ պոլիկլինիկաները մինչև էդ էլ կարծեմ թե վճարովի չէին։ Այո, կան այնտեղ այս համակարգում մտցվել են նաև վիրահատություններ,
Բայց 1, 2, 10 կամ 100 վիրահատությունը դա վիճակագրություն չէ, փոխարենը 11 ու որքան միլիարդ դրամը, դա իրականում Հայաստանում բոլոր ամբողջ տարածքում բոլոր պոլիկլինիկաների բյուջեի մասին է խոսքը գնում։ Այսինքն այդ գումարը նախկինում էլ է վճարվել։ Եվ սա որևէ կապ չունի թոշակառուների կենսամակարդակի իրական բարձրացման հետ։ Նիկոլ Փաշինյանը փողոցային սլենգով ասած պոլիկլինիկաների ամենամյա ֆինանսավորումը գցում է տուլի տանում թոշակառուների վրա։ Եթե խոսքը 11 միլիարդը միայն առաջին ամսվա համար է, ենթադրենք, եթե հավատանք Փաշինյանին, խոսք է գնում, ասենք, տարեկան մի 150 միլիարդի մասին, եթե բոլոր ամիսները հաշվենք, միջինում։ Այդ 150 միլիարդը, ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն կասեր, այդ տվեք այդ տատիկ պապիկներին, իրենք գիտեն, որ պոլիկլինիկա կգնան, որ հիվանդանոց կգնան, ինչպես կբուժվեն։ 150 միլիարդի դեպքում տարեկան ամեն թոշակառու կարող էր 350 հազարից ավել հավելյալ գումար ստանալ։ Դե դա տվեք, թող մարդիկ գնան, իրենք որոշեն, գնան պոլիկլինիկա, որ պոլիկլինիկա գնան։